Ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշում է կայացրել հակակոռուպցիոն դատարանը։ Սամվել Կարապետյանը ներկա է եղել դատական նիստին ու չի ընդունել իրեն մեղսագրվող հանցանքները։ Ազգային բարերարի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում զարմանք է արտահայտել, թե ինչպես է ստացվել, որ դեռ 3 դատական նիստի ընթացքում իշխանական լրատվամիջոցներից մեկը Հայկական ժամանակը դատարանի որոշումը հրապարակել էր։ Ես իսկապես ինձ մոտ հարց է առաջանում, այս ամենը ինչի համար է արվում։ Եթե կարող է պարզապես Հայկական ժամանակ օրաթերթը երեկվա դրությամբ ժամը 18:30 ամբողջ ելքը կանխորոշի, այսինքն այդքան խրթին իրավական հարցերի, բայց մյուս կողմից այդքան պրիմիտիվ անհիմն միջնորդության պայմաններում Հայկական ժամանակը ամբողջը ասի, որ կալանքը պետք է երկարաձգվի, իդեպ զարմանալիորեն նյութի տրամաբանությունը փաստացի 2 ամսվա երկարաձգման մասին էր, ու այդ նյութը ժամը 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված լինի, դատական նիստի ժամանակ ես եւ գործընկերներս բարձրաձայն ենք այդ նյութի մասին, դատավորը արտահայտի իր վրթովմունքը, որ իբր ում տեղն ենք դրել իրեն, ինքը ոնց թե պետքա լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվի, 100-ից 100 կանխատեսումը կատարեց։ Վարդևանյանը անդրադարձել է նաև ՀՑԿՀ մարմնի երեկվա որոշմանը, որով հեծի լիցենզիայից զրկել են Տաշիր կապիտալին։ Փաստաբանը հարցրել է, թե ինչպես է պետությունը պատրաստվում բանակցություններ վարել հեծի սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի հետ, երբ ինքը կալանքի տակ է։ Երեկվա դրությամբ մենք ականատես եղանք, որ հեծի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեց։ ՀՑԿՀ համապատասխան որոշման մեջ ինչ է ձևակերպվում։ Ասվում է, որ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են ի վերջո պատանդ պահում մարդու։ Սա ինչ վարքագիծ է։ 53 քննիչից բաղկացած խումբը որևէ գործողություն չի իրականացրել այս 5 ամիսների ընթացքում։ Փաստաբանների առերես արձագանության միջնորդությունները մերժել է դատարանը։ Գիտեք, երբ վանից ենք միջնորդում, որ առերեսում կատարվեն։ Մեր միջնորդությունը հետևյալն է. եթե կան անձիկ, ով ցուցմունք են տվել Սամվել Կարապետյանի դեմ, խնդրում ենք բազմիցս միջնորդություններով, որպեսզի կատարվի առերես հարցաքննություն։ Մենք միջնորդությամբ հանդես ենք գալիս, եթե կան այդպիսիք, մենք չունենք, որ կան այդպիսիք։ Բաքվի բանտում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեքչյանը 45 օր ընդմիջումից հետո զանգահարել է ընտանիքին ու կարճ զրույց ունեցել, հայտնելով, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է։ Ահազանգել է փաստաբան Լուսիաննա Մինասյանը։ Էուլջեքչյանը նաև ասել է, որ չի կարողանում քայլել եւ կարիք ունի անվասայլակի, որը չի տրամադրվել։ Նրան տարել են բժշկի մոտ, բայց բանտի պահակները նրան դեղորայք չեն տվել։ Վիգենը չի ստանում նաև նորմալ սնունդ, նրան միայն հաց եւ թեյ են տալիս։ Փաստաբանը կոչ է արել, որ այս հարցում հապաղ միջամտեն միջազգային կառույցները, քանի որ Վիգենի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում։ Հաղթանակ դաշինքի անդամների եւ կողմնակիցների տներում կատարված խուզարկությունից հետո 10 անձ ձերբակալվել է, հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։ Ըստ լրագրողի մի շարք անձանց գաղտնալսել են եւ մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են եւ կապ չունեն նախընտրական գործընթացների հետ։ Վաղ շաբաթ խոշորացված համայնքի ավականու ընտրությունների ընթացքում ընտրակաշարք ստանալու, տալու եւ ընտրակաշարքի միջնորդության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ, հայտնել է կոմիտեն ու նշել, որ նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ ՎՏԲ բանկի մասնաճյուղերից մեկի վրա զինված հարձակում կատարած անձը Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը։ Նա Երևան քաղաքի Բաշին-Ջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովանես Բ-ն է, ով նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված։ Տղամարդը հրազենով մտել էր բանկ, պահանջել մոտ 1 միլիարդ դրամ, ու մինչ իրավապահ մարմինները կժամանեին, տղամարդուն հաջողվել էր փախուստի դիմել։ Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտյան Վաղարշապատի տներից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցել պայթուն, տունը փլուզվել է։ Փրկարարների օգնությամբ փլատակներից 76-ամյա կինը դուրս է բերվել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պայթունի հետևանքով տունը ամբողջությամբ փլուզվել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Մեքսիկայի եւ Կոլումբիայի վրա հարձակումները թմրավաճառների դեմ պայքարի շրջանակներում։ Կոլումբիայում կան կոկայինի գործարաններ, ես կփակեի այդ գործարանները։ Ես չեմ ասում, որ դա անում եմ, բայց ես անձամբ հպարտ կլինեի դա անել, քանի որ մենք միլիոնավոր կյանքեր կփրկեինք այդ քայլով։ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն թմրանյութերի պատճառով կորցնում է 100,000-ավոր մարդկանց, եւ Վաշինգտոնը գիտի թմրավաճառների բոլոր երթուղիներն ու հասցեները։ Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Էմանուել Մակրոնը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չիրականացրած խոստումը Ուկրաինայում պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին։ Նույնիսկ ամենաաննշան ժողովրդավարություններում, որտեղ որոշ տեխնացուներ ասում էին, որ ամեն ինչ կավարտվի 24 ժամվա ընթացքում եւ որ գուցե այլևս չարժե աջակցել Ուկրաինային, իրականության հետ բախվելիս կարող է փոխվել իրավիճակը։ Ավելի վաղ Փարիզի եւ Կիևի միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի 100 Ռաֆայել բազմաֆունկցիոնալ հրթիռներ կտրամադրվեն ուկրաինական ուժերին։ Ֆրանսիայի եւ Ուկրաինայի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Էմանուել Մակրոնը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չիրականացրած խոստումը Ուկրաինայում պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին։ Նույնիսկ ամենաաննշան ժողովրդավարություններում, որտեղ որոշ տեխնացուներ ասում էին, որ ամեն ինչ կավարտվի 24 ժամվա ընթացքում եւ որ գուցե այլևս չարժե աջակցել Ուկրաինային, իրականության հետ բախվելիս կարող է փոխվել իրավիճակը։ Ավելի վաղ Փարիզի եւ Կիևի միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի 100 Ռաֆայել բազմաֆունկցիոնալ հրթիռներ կտրամադրվեն ուկրաինական ուժերին։ Ռուսաստանի անվտանգության դաշտային ծառայությունը կանխել է երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի դեմ մահափորձը։ Բացահայտված դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, որտեղ հանգչում են Շոյգուի ծնողները։ Գերատեսչության տվյալով Ուկրաինայի անվտանգության ծառայության ստեղծած խումբը տեղադրել է լրտեսական տեսախցիկով ծաղկաման եւ պատրաստել է մեկ այլ ծաղկամանում պայթուցիկ դնել։ Խմբի բոլոր անդամները ձերբակալվել են։ Ավելի վաղ ռուսական ծառայությունը հայտնել էր բացահայտված ահաբեկչական հարձակման մասին, բայց չեն նշել, թե կոնկրետ ով էր թիրախը։ Ռուսական անօդաչուց թռչող սարքերը հարվածել են թուրքական ընկերության Օրինդա հսկա նավին, որը հեղուկացված բնական գազ էր տեղափոխում եւ ժամանել էր Դանուբի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ։ Վնասված նավը պատկանել է ռուսական Լուկոյլի հետ համագործակցող նավթային խոշոր ընկերությանը։ Ռուսաստանի Օմսկի շրջանում խոշոր պայթյուն է եղել։ Ըստ նահանգապետի, դեպքի պատճառը վերանորոգման աշխատանքների ընթացքում գազատարի բռնկումն է։ Հրդեհի ծուխը բարձրացել է մոտ 50 մետր։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։